Առավոտյան մենք ուղիղ եթերում Լոռու մարզպետի հետ ամփոփում էինք 2018 թվականից արված աշխատանքները եւ 2018 թվականից Լոռու մարզում շուրջ 400 միլիոն դոլարի ներդրումներ են իրականացվել կառավարության կողմից։ Դրանք ճանապարհներ են, դրանք դպրոցներ են, մանկապարտեզներ են, ջրագծեր են, պատմամշակութային հուշարձաններ են, իմիջայլոց մենք շնորհի եկեղեցին նաև մտանք եւ տեսանք եւ համայնքը եւ մասնավորի աջակցությամբ վերականգնել է։ Ես ձեզ ուզում եմ մի այսպիսի հանգամանքի վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ կառավարությունը վերջին տարիներին աննախադեպ ծավալի վերականգնման աշխատանքներ է իրականացնում մեր պատմամշակութային հուշարձանում։ Լոռվա մարզում մասնավորապես Քոբայրում է իրականացվել աշխատանքներ Լոռի բերդում եւ այլն, բայց նաեւ ինչպես մյուս դեպքերում, այս դեպքերում էլ համայնքները իրենք էլ շատ մեծ նախաձեռնություններ են ցուցաբերում, ինչի համար մենք ուրախ եւ շնորհակալ ենք։ Ես ձեզ ուրիշ բանի վրա եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել։ Այսօր եւ ոչ միայն այսօր տարիներով մեզ մեղադրում են, թե մենք մեր ինքնությունից շեղվում ենք, թե մենք մեր երկիրը մեր ինքնությունից շեղում ենք, ոչ Հայաստանի պատմության մեջ ոչ մի անգամ նախորդ 35 տարիների ընթացքում պատմամշակութային հուշարձանների մեր ազգային եւ պետական արժեքները վերականգնելու վրա այնքան միջոցներ չեն ծախսվել, այնքան հուշարձաններ չեն փրկվել ավերումից, ինչպես դա տեղի է ունեցել վերջին 8 տարիներին։ Եվ սա ոչ թե պատահականություն է, սա մեր ռազմավարությունն է, մի ընկալմամբ եւ մի տարբերությամբ, որովհետեւ մենք համոզված ենք եւ այդ համոզմունքը գալիս է մեր պատմությունը ուսումնասիրելուց, մեր պատմությունը ընթերցելուց։ Ընդհանրապես ես ձեզ մի գաղտնիք եմ ուզում, այսինքն գաղտնիք էլ չի, 100 անգամ ասել եմ։ Վերջին տարիների մեր քաղաքականությունները ամբողջը ուղիղ կապված են մեր պատմության հետ։ Հատկապես 2020 թվականի իրադարձություններից հետո ես հարկ եմ համարել ընթերցել եւ վերընթերցել հայ ժողովրդի պատմությունը, փորձելու հասկանալ, թե ինչու ենք մենք ամեն անգամ նույն ցիկլի մեջ ընկնում, ինչու է մեր պատմությունը անընդհատ կրկնվում, ինչու ենք մենք անընդհատ նույն ողբերգությունների մեջ հայտնվում։ Եվ այդ պատմության ընթերցումը եւ վերընթերցումը, պատմության վերլուծությունը, պատմության քննությունն է մեզ բերել են որոշումներին, որ մենք կայացրել ենք, ինձ բերել են որոշումներին, որ ես կայացրել եմ, եւ ես ուրախ ու հպարտ եմ, որ այսօր կարող եմ ասել ձեզ, որ մեզ հաջողվել է միասին, անցնելով դժվարությունների, անցնելով ողբերգությունների, անցնելով դժոխքի միջով, մենք ի վերջո Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը եւ մեր ժողովրդին դուրս ենք բերել այն աղետաբեր ցիկլից, որի վերջում պետության եւ ժողովրդի կործանումն է։ Մենք դուրս ենք եկել այդ ցիկլից եւ մտել ենք մի օրակարգի մեջ, որը ոչ թե մաքարման եւ գոյատևման է, այլ որը զարգացման եւ բարեկեցության է։ Մենք դուրս ենք եկել մի ցիկլից, որ մենք մեր պետությունը պետք է ընդամենը մեր պետության ճակատագիրը կախված լինի ուրիշներից, այլ մենք որդեգրել ենք Հայաստանի պետականության հարատևության օրակարգը եւ Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան եւ մենք սերնդեսերունդ տասնամյակներով, հարյուրամյակներով, հազարամյակներով Հայաստանը որպես պետություն պետք է փոխանցենք սերնդեսերունդ։ Այս խնդիրն ենք մենք լուծում այսօր եւ մենք միասին այդ խնդիրը, այդ պատմական, այդ հազարամյա խնդիրը պարտավոր ենք լուծել։ Այս տարածքում, Հայաստանի այսօրվա տարածքում 1045-ից մինչև 1918 թվականը պետություն գոյություն չի ունեցել։ 1000 տարի, շուրջ 1000 տարի այս տարածքում հայկական Հայաստան պետություն գոյություն չի ունեցել եւ մենք պիտի վերադարձնենք պատմության այդ պարտքը
պատմությունն է մեզ պարկ, մենք էլ պարկ ենք պատմությանը եւ առաջիկա 1000 տարիներին եւ հետագա 1000 տարիներին այս տարածքում Հայաստան պետությունը պիտի գոյություն ունենա, Հայաստան պետությունը պիտի գոյություն ունենա։ Ինչ որոշում դուք գիտեք, ինչի մասին ես խոսում եմ, ինչ որոշումներ ես կայացնում եմ, ինչ արել եմ, ինչի համար ինձ մեղադրել են 2018 թվականից ի վեր, ամեն ինչ բացարձակ, ամեն ինչ իմ բոլոր մտքերը, որոշումները, զգացումները, արարքները գեր կենտրոնացած են եղել մի նպատակի վրա։ Մենք չպետք է ոչ միայն թույլ տանք Հայաստան պետության կործանումը։ Ես ձեզ ուղիղ եմ ասում ժողովուրդ, 2018 թվականին, երբ ես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, Հայաստան պետության ավարտի ժամանակացույցը ոչ միայն միացված է եղել, այլև այդ ժամանակացույցը մոտենալիս է եղել իր ավարտին, ձեր աջակցությամբ, ձեր շնորհիվ, ձեր իմաստնության, համբերության, լայնախոհության շնորհիվ մեզ հաջողվել է ոչ միայն կանգնեցնել այդ ժամացույցը, մեզ հաջողվել է ջարդուփշուր անել այդ ժամացույցը եւ Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա, Հայաստան պետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան տասնյակ, հարյուրավոր, հազարավոր տարիներով եւ մենք խնդիրը այդ խնդիրն է որ լուծում ենք այսօր եւ իմ բոլոր մտքերը եւ որոշումները, իմ բոլոր քայլերը գերկենտրոնացած են եղել այս գեր, այս ամենանպատակի վրա Հայաստան պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստան պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան։